Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ընկերներ, եթերում է Ռեքից Ռեք հաղորդումը։ Դե ինչ, մի քանի շաբաթ է չէինք հասցնում նկարել Ռեքից Ռեք հաղորդումը, քանի որ մեկ տաթևիկն էր հիվանդանում, մեկ արուսյակն էր հիվանդ, բացի այդ այս քաղաքական թոհու բոհի մեջ, ինչպես ասում են, ժամանակ չկար քիթ սրբելու, եւ մենք գտել ենք ժամանակ եւ ցանկանում ենք խոսել կարևորագույնի մասին։ Բարև ձեզ հարգելիներս։ Բարև։ Ինչ թեմաների մասին ենք այսօր զրուցելով։ Թեմաների մասին, ոչ թե թեմաների թեմա, այսօր ունենք մի թեմա, ապազգային իշխանության ձեռքի գործերը, որ ուշի ուշով այս ընթացքում հետևում ենք, սիրտներս ցավում է, շոկ ենք ապրում, չնայած որ ինչքան որ մենք դադարում ենք սրանց արարքներից շոկ ապրել, ամեն անգամ ավելի այսպես ասած ուժեղ էլեկտրաշոկի են ենթարկում իրենց գործունեություններով, գործողություններով։ Հիմա կասեք Արցախը տվեց, տեսկա, չէ, Արցախը տվեց, իրել ինչից եք զարմանում, հա, տվեց, դե ցավը այն ինչ ես եմ ապրել եւ որտեղ եմ ես այդ ցավը ապրել, բոլորդ գիտեք, բոլորը գիտեն, բայց սա ամենասահմռկեցուցիչն էր, երբ որ սև շորերով, դիմակներով, ինչ որ երիտասարդներ, ովքեր ունեն հայ ազգանուն, յանով վերջացող ազգանուն, գնացել էին հայ եկեղեցու, հայ հոգևորականի, վեհափառի դեմ եւ գրավել եկեղեցին, ասենց ասեմ, վեհարանը։ Իրոք ամեն անգամ ասում ենք, որ չզարմանանք, բայց ամեն անգամ զարմանում ենք ու մենք եկեղեցու կողքին ենք, նման կարգախոս ունենք մենք ու ինչ էլ լինի, մենք եկեղեցու կողքին ենք լինելու, թեկուզ այդ ոստիկանները, որ գնացել էին, չգիտեմ, մարդկանց էին ձերբակալում, ուզում ձերբակալել կամ ամեն ինչ անում էին, որ մարդիկ այնտեղ չհավաքվեն, դե գիտենք, որ Էջմիածնի Սուրբ Տաճարում մարդիկ էին հավաքվել, իրենց բողոքի ակցիան էին անում, մի խոսքով, չգիտեմ, ամեն անգամ զարմանում եմ, բայց մենք եկեղեցու կողքին ենք ու ամեն ինչ անելու ենք, կոնկրետ ես էլ տաթևնել, որ այս ամեն ինչը տեղի չունենա ու իրանք իրանց նպատակին չհասնեն։ Նպատակին հասնելը նաև ուզում եմ իրենց Նիկոլենց ես ոչ մի բան չունեմ հիշացնելու։ Ես այնտեղ շարվեշարան գնացող իրենցից sense հպարտ թիկնեղ կեցվածքով այդ ածեի, չգիտեմ ինչերի այդ զորախմբին ասեմ, այդ ցեղատեսակի տղերքին ասեմ, որ ցավոք սրտի յանով է վերջանում իրենց ազգանունը, իրանց մայրիկի ազգանունը յանով է վերջանում, իրենց ընտանիք մտնելուց ասելու ենք հայ մայր է նրանց ծնել եւ մեծացրել, ամեն դեպքում հիշեք, եկեղեցու դեմ գնացել են 5-րդ դարում, եկեղեցու դեմ գնացել են ամեն դարում, մեզ փորձել են կրոնափոխ անել եւ դա չի ստացվել, ամեն ձև փորձել են հայի մեջ վերացնել, ամայացնել հավատքը ու հավատքի ուժը, որը այսօր մեզ հայ է պահել եւ հենց այդ հավատքն է ու հավատքի ուժն է, դարերի ոտնձգություններին, ասկյարի, թշնամու, պարսիկի, թուրքի, օսմանի, բոլորի դեմ կարողացել ենք դիմակայել մեր տեսակարել միշտ ու հիմա ասենք գիտեք ինչն է զարմանալի ամենաշատը իմ համար, որ մենք միշտ մեր թշնամու դեմ ենք պայքարել, բայց հիմա այս ամեն ինչը տեղի ունենում հենց մեր երկրի իշխանությունն է անում այդ մեր երկրում ու թուրքը նայում ուրախանում է, բոլորը մեր այն մարդիկ, ովքեր մեզ դեմ են, մեր պետականությանը դեմ են, իրանք նայում ուղղակի զվարճանում են, նույնիսկ շատ այդ էլ տեսած կլինեք, ադրբեջանցիները, թուրքերը մտնում կոմենտներ են գրում, այդ ամեն ինչի տակ, չգիտեմ, ծիծաղելի սմայլիկներ են դնում, ես նույնիսկ տարօրինակ է այնա, ամենացավը իմ համար այնա, երբ որ մտնում ես համացած, ասենք տենում ես այդ ամեն ինչը վիդեոներով, չգիտեմ, դե բնականաբար լինում է ու հայը դե կարծում եմ, որ fake են ու ուզում եմ, որ fake լինեն,
որ մտնում է ու պաշտպանում է այս իշխանության, ասում են լավ են անում, պետք է իրանք չլինեն, կաթողիկոս, ախր այդ իրանց հարցը չի, ճիշտ է, մեր բոլորի հարցը չի, բայց մենք որպես հայ եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այս ընդհանուր այս հարցը ու մենք պետքա պաշտպանենք մեր եկեղեցին, չգիտեմ, քրիստոնյա լինելով հանդերձ ես չեմ ուզենա, իրոք ոնց որ վատ երազի մեջ ես լինեմ, քրիստոնյա չէ, հայ եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու, ոնց որ ես վատ երազի մեջ լինեմ ու անկեղծ եմ ասում, ուզում եմ մի օր ասենց արթնանամ, այս ամեն ինչը իրոք անկեղծ ասած, երբ որ այդ ամեն ինչը կատարվեց, ես ամբողջ գիշեր մտորումների, մտածմունքների մեջ չէի քնել եւ նույնիսկ մի ընկեր ունեմ ինձանից ես ընկեր եմ բոլորին ասում, չեմ սիրում ասել ընկերուհի, իր հետ շփվում էինք, խոսում էինք, ասում էինք ինքը նախ գրեց, որ նույնիսկ վախենում եմ մտածել, թե ինչ կարող է մեզ հետ լինի ու ես էլ այդ մտորումների մեջ հազիվ աչքս կպել էր ու Արուսը ձայնը տալի ինձ, ասում է վեր կաց, տես ինչ է կատարվում ու այդ դու ավելի Հա, ես հետևում էի, ճիշտ ասած առավոտից, ուղղակի այն պահը հասունացա, որ ես իրոք չկարողացա այդ իմ վատ էմոցիաները, այդ ամեն ինչը, ինչին որ դեմ էի, չարտահայտել ու գնացի Տաթևին միանգամից արթնացրեցի, ասել Խոսքով են Տաթևը ասեց։ Ու այդ սպասելի էր ու միանգամից այն, գիտեք ինչ էր իմ մոտ, այն սենց այդ երգով եմ զարթնել, որ տեսել եմ իրանց այդ պաշարումը վեհարանի, խուժանասկյար զորքեր շողվել եկել մշո դաշտներ պատել, ոնց որ այդ իրանց սենց եկել իրանցից դավոնի պաշարել էին ու նորից այդ տղաներին պիտի դիմեմ, նորից ձեզ պիտի դիմեմ, չգիտեմ, տղա, լավ, եկեք տեսականորեն ձեզ տղա կոչենք ու ասենք, որ օրինակ ձեր ցեղում, ձեր ընտանիքում որևէ մեկը այդ մեռոնով կնքվել է, որևէ մեկը պսակադրություն է ունեցել մեռոնով, որևէ մեկի հանգուցյալին փառքով, եկեղեցով ուղարկավորել են, հոգին ուղարկել են Աստծուն։ Դուք այդ ամեն ինչն եք կուրացել, դուք ձեզ եք կուրացել, ձեր ընտանիքներին եք կուրացել, դուք կուրացել եք ձեր ծնունդը, ձեր մորից ծնված այդ օրը, որ դուք ծնվել եք, այդ օրը դուք կուրացել եք ու պղծել եք, ձեզանից պիղծ գոյություն չունի, դուրս գալ, նույնիսկ մարդիկ քննադատում են թուրքերին, օրինակ մենք երբեք մսկիթ չէինք ջարդում, մենք երբեք մեր մոտ եղել է թուրքի գերեզմաններ էլ, մսկիթներ էլ, մենք մեզ թույլ չենք տվել դա անել, որովհետև ուրիշի հավատն էլ պիտի հարգես, եթե նույնիսկ դա քո հավատը չի, դու ուրիշի հավատի վրա ոտնձգություններ անես, Տաթև ջան, եթե մի երկրի ղեկավար կանգնում եկեղեցուն ասում է չուլան, ինչ ես ակնկալում, իրոք բան չկա ակնկալելու, մի ոստիկան էլ կար, համացանցում այդ նկարը շատ էր տարածվել, ինքը իր, չգիտեմ, մարմնի որ հատվածում խաչ ուներ ու ինքը բռնել էր մարդուն, ասենք, իրանք ուրանում են իրանց կրոնը մի 2 կոպեկի պատճառով, աբսուրդային է, դե օրինակ այս ժամանակ պարսիկները որին են ու իմանային այսպիսի բան կա ու կարող էին սենց հեշտ մեզ կրոնափոխանել, տանել կրոնափոխության ճանապարհով, հաստատ այս ոստիկանական զորքեր սրանց մի 2 կոպեկ, սրանց նմաններին կհավաքեին, մի 2 կոպեկ կտային ու կասեին, որ բանա, պիտի կրոնափոխ անեք ձեր ժողովրդին, այ դուք այդ այս տականքներ եք, դուք այդ այս անհամեմատելի պատմության մեջ դուք շատ էժան են, դուք ոնց ասեմ, պատմության չուլաններում դուք քարշ եք գալու ու որևէ մեկը ձեր մասին խոսալուց, էլ պատմության դավաճաններ մենք չենք ունենալու, բոլորին մոռանալու են, մենակ ձեր անունն է պատմության չուլաններում կռիսի պես վազվզելու, այդ իրանց անունները, այդ ոստիկանների այն մեկի ու չեք փրկելու ձեր հոգիները, չեք փրկելու, սրանից այն կողմ ոչ մի բան չկար, հարձակվել մայր տաճարի վրա։ Այսօր Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տալի, ասում է բանը, ոչ մեկ չի հարձակվել, լսել ես մայր տաճարի վրա, Միքայել Աճապահյանը թաքնվել էր,
Հա, Այսինքն հոգևորականի թաքնվելը ո՞րն է եկեղեցում։ Այսինքն հոգևորականի այդ ձեր տեղն է, որ դուք կարա կառավարության շենքից կառավարության գումարներով գնաք Կիպրոսներում հանգստանաք, փախնեք Կիպրոսներ, Մոսկվաներ, որ պատմում են ոնց է Մոսկվայում Արցախի կապիտուլյացիայից հետո թաքնվե։ Մարդիկ չեն գնում եկեղեցիներ թաքնվելու, մարդիկ գնում են աղոթելու։ Հոգևորականի տեղը եկեղեցին է, այն նվաստ, դա հակաարգումենտները, ուղղակի այդտեղ մարդ չկար, որ քեզ երևի հետդ զահլա չդրեցին, որ քեզ արգումենտալ ոչնչացնեն, կամ էլ լրագրողական էթիկայից դուրս եկան, քո այդ բանավեճի չմտան ճեպազորիցի ժամանակ, թե չէ, ասում է Միքայել Աճապահյանը փախել, թաքնվել էր եկեղեցում։ Ես մեկը չկար հարցնի, իսկ հոգևորականի տեղը որտեղ է։ Հոգևորականը որտեղ պիտի լինի։ ախր Ասում այնքան մենք անգրագետ խոսում, այնքան անգրագետ վերլուծություններ են Անգագիտ որ չես էլ դիտում ուզում են անում։ որ չես էլ ուզում իրանց արածները վերլուծես։ Ինչ չի թվում, օրինակ ես վստահաբար քեզ ասում եմ, ես մի քիչ ավելի վաղուց եմ այս ամեն ինչը հետևում, նայում, քննարկում, քննադատում, վերլուծում, իրանք դիտմամբ են այդ ամեն ինչը անում, Որովհետև հունից անելու համար։ նախ մեզ ունից անելու համար, էմոցիոնալ ֆոն ստեղծելու համար, որ իրանց արածները արդարացնեն, այդ քեզ զանգում են, ադգասպատին վիդուշի, լավ, նախ որ արդարացնեն էմոցիոնալ ֆոն, օրինակ ես դրանից դրթված կարող եմ մտնել մի գրառում անեմ, որտեղից իրանք արդարացնեն իրանց արածները, ասեն, հոպ, նայեք տերորիստ են, տենում եք մեզ ինչ է, զրույցներ անեն դնեն, հա, եւ երկրորդ անում են, որովհետեւ իրաց դեռ լսողներ կան, օրինակ միշտ այդ իմ ֆավորիտն է Ախուրյանցի անոնները, որ Նիգոլ, Օլին, գնան այդպես կգորգորան։ Եվ վերադառնանք նաև այս պատմության ավելի սկզբնամասեր ու աղբյուրներ միջև ձերբակալությունների շարքը սկսեց գործարար Սամվել Կարապետյանից, ով հանդգնեց պաշտպանել, չէ, հայ եկեղեցու։ Ինքը միշտ էլ պաշտպանել է ու ով որ պաշտպանում է, տենց է դուրս գալիս, մարդիկ բռնում ու տանում են համապատասխան վայր, դատել են 2 ամիս։ Խոսքով Նիկոլը պատրաստ է, ով եկեղեցուն դեմ է դուրս գալի, նույնիսկ իր հորը գերեզմանից հանի, ով եկեղեցու հա, կողմա դուրս գալիս, կներեք մի քիչ ուղղակի լարված եմ, պատրաստ է գերեզմանից հանելու ու իրան էլ դատելու, ինքը մի խոսքով ամեն ստոր քայլի պատրաստ է։ Ես միշտ հարցազրույցներին ասում եմ, որ ասում են, Ես էլ Նիկոլը, ասում եմ, եւ իրա այս մարդը իրոք ամեն տեղին ինչի է ընդունակ է։ հա, Համորը կհանի գերեզմանից կդատի, դե Ալենի հարցին դատեց, ասեց, որ իբր իրանք շատ ահավոր արդարադատություն ունեն, գիշերը գրառում է արել, որ շատ արդարադատություն է, այսքան արդար մարդ կա դատում է։ Համձինս ինձ։ Ես միշտ արդարամիտ եմ եղել, միշտ ճիշտ ասած, այս ամեն ինչը որ կատարվեց, Տաթևը նույնպես շատ էր ցանկանում գնալ ներկա գտնվել Կիրակերչը, կարծեմ չեմ հիշում օրը, բայց մոտ օրերը մի քանի օր առաջ ուզում էր գնալ Մայրաթոր, մի խոսքով այդ ամեն ինչի ներկա գտնվել, մենք ես ու եղբայրս իրան չենք թողել որ գնա, որովհետև վստահ էինք, եթե գնար ու ոստիկանները իրան նկատեին, մի անգամից ստանելու էին առանց ինչ-որ բան անելու ու մի խոսքով հատ բաներ կատարվեր, դրա համար մենք Դուք ինձանից շատ եք վախենում իմ համար, որ ես կբռնվեմ։ Իրականում նաև առողջական խնդիր ունեի եւ մտածում եմ, որ այդ արևի տակ չեմ ձգի։ Բայց դու ուզում էիր երեկոյան գնալ։ Հա, արդեն երեկոյան ուզում էի գնայի, բայց մարդիկ ասեցին, որ իմ օգտակար գործողությունների գործակիցը ազատության մեջ ավելի մեծ է, դրա համար հետ պահեցին, որի համար նաև չգիտեմ, շնորհակալ եմ, թե շնորհակալ չեմ, դուք շարժում եք կադրը չէ, շնորհակալ եմ, լավ, շնորհակալություն հայտնեմ ընտանիքին, որ միշտ իմ կողքին են, ամուսին, ամուսնուս, հա, ինքն դեպի ծավ էի անում, նաև, հա, փորձում ենք մեր տեսանյութում պոզիտիվը, հա, պոզիտիվ ասենք, լավ էմոցիաներ գոնե ձեզ տանք, որովհետև միշտ է, հա, մեզ ուղեկցում է դա ցավոք եւ դեռ կուղեկցի պետքա ուժեղ լինենք, մեկս մեկին հույս տանք, ուժ տանք, լավ էմոցիաներ տանք, որ կարողանանք
դիմակայել, օրինակ ոնց որ Ու պայքարել ամենակարևորը։ բանում ու պայքարենք, չընկճվենք, չգիտեմ ինչքանով կարողացանք ամփոփել շաբաթը, շատ է պարզապես ուղղակի անմասն չմնալու համար եւ նաեւ ձեզ ամենակարևորագույնի մասին մենք փորձեցինք խոսել բարձրաձայնել, դրա համար ընտրել ենք հենց այս թեման, որովհետեւ այս թեման է ամենաշատը քննարկում, այս թեման է, որ ամենաշատը այս պահին մեր հանրությանը հետաքրքրում է։ Շնորհակալություն, նաև ուզում ենք ասել, որ հարգելի պատճառներով է, ինչպես Գասպատին Վիդուշին ասեց, մեր դադարը եւ կաշխատենք այսուհետ ամեն շաբաթ լինել եթերում, նկարը հանել մեր հերթական տեսանյութը, հաղորդումը եւ հայցում ենք դադարի մասին ձեր ներողամտությունը, ասեմ, որ բավականին հետևորդներ հարցրել են, ասել են ինչի չեք նկարում, ուրեք եւ այլն, հոբան չի պատահել, առողջություն են մեզ մաղթել, ձեզ շնորհակալ ենք անհանգստանալու եւ հետեւելու համար, նորից հետևեք մեր էջերին, լայքեք, կփորձենք ամենայն դեպս ինչքան հնարավոր է ակտիվ լինել, շնորհակալ ենք շատ բոլորիցս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, բարի գիշեր ընկերներ։